Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր ամառային նոր առավոտ հուլիսի 14-ի առավոտը միասին դիմավորում ենք հանրայինի ուղիղ եթերում։ Օրը երեքշաբթի է, տաղավարում Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն, մենք սկսում ենք մեր առավոտի անձրագիրը եւ առաջիկա 1.5 ժամվա ընթացքում կլինենք միասին ինչպես FM հաճախականությամբ, այնպես էլ on-line մեր կայքում եւ Facebook-յան էջում։ Արդյունավետ օրվա բաղադրատոմսը մեր ձեռքում է լավ երաժշտություն, հետաքրքիր լուրեր, նորություններ, տարատեսակ թեմաներով քննարկումներ եւ ամենակարևորը այս ամենին մասնակցում եք դուք ուղիղ հեռախոսակապի միջոցով 553702 կամ մեր վիրտուալ հարթակներում մեկնաբանությունների դաշտում կոմենտներ գրելու միջոցով։ Այո, անպայման գրեք մեզ մեկնաբանություններ, զանգահարեք, մեկնաբանությունները նույնպես մենք եթերում անպայման կարդում ենք բոլոր մեկնաբանությունները, ինչպես նաև եթերաժամը հագեցած է լինում իհարկե տեղեկատվությամբ, ինչպես անհրաժեշտ տեղեկատվությամբ, այնպես էլ ավելի թեթև զվարճալի լուրերով, մարզական նորություններ ենք ունենում, ռադիոլուրի մեր գործընկերոջն ենք ողջունում եւ տեղեկանում վերջին ժամվա նորություններին, ինչպես նաև իհարկե ունենում ենք հյուր հետաքրքիր թեմայով։ Այնպես որ միացեք մեզ, մնացեք մեզ հետ մինչև ժամը 11-ը, ուղիղ հեռարձակումը սկսված է մեր Facebook-յան հարթակում, մեր կայքում armradio.am, օրը սկսենք հայտուն երգով, որը վերջերս ներկայացրել է Սոնա Ռուբենյանը։ Los
Սուրճ ու սեր առավոտից։ Այո, Հայաստանն է մեր տունը, ողջունում ենք մեր բոլոր տանեցիներին, այն մարդկանց, ովքեր մեզ հետևում են, թե FM հաճախականությամբ, թե վիրտուալ հարթակներում, շատ շնորհակալ ենք, որ ամեն առավոտ սկսում եք մեզ հետ, անգամ այս ամառային շոկ առավոտները մեզ հետ եք անցկացնում, այսօր մի փոքր կարիք կար քայլելու, որպեսզի արագ հասնեի, իսկապես շատ շոկ էր, անգամ դեռ ժամը 9 չէր ու շատ ուժեղ արև էր։ Օհո, ուրեմն այսօր էլ ավելի ջերմ եղանակ է սպասվում։ Մինչև կներկայացնես արդեն մեր առաջին մեկնաբանությունը կարդամ, Էդգար Սիսակյանը մեզ բարի առավոտ է մաղթում։ Իսկ հիմա վերադառնալով շոկին, Սևակ պատմիր, թե ինչ է սպասվում մեզ այսօր, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում եղանակի առումով։ Այո, արի տեսնենք ինչ են ասում օթերևութաբանները, օթիվ արդեն տեսա սարսափելի է ինձ համար, բայց շոկի սիրահարները հաստատ կուրախանան, հանրապետության տարածքում այսօր սպասվում է նախ առանց տեղումների եղանակ, ինչը հաճելի է քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Քամուշ գնացում է այսօր սպասվում, Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում այսօրվանից մինչև հուլիսի 17-ը երեկոյան ժամերին 18-ից մինչև 18 մետր վարկյան ուժ գնացում կլինի քամու, Երևանում այսօր վաղը առանց տեղումների եղանակ է սպասվում, քամու ուժգնությունը այսօր ևս կարող է մայրաքաղաքում սաստկանալ եւ այսպես վեգա ցերեկը լինելու է 36-ից 38 աստիճան տաքություն, պատկերացնում եք երեկոյան 27-ից 29 է, իսկ գիշերը 21-ից 23 աստիճան տաքություն են կանխատեսում օթերևութաբանները եւ հեռախոսային հավելվածն էլ հուշում է, որ այս ժամին դեռ անգամ ժամը 10-ը չկա, բայց մայրաքաղաքում արդեն անգամ շոկից հեռախոսը իմ չի թարմանում 26 աստիճան տաքություն է, որը զգացվում է ինչպես 30, այո, ընդհանրապես 26 չէր դրսում, 30 աստիճան է համարյա, թե այնպես որ այսօր իսկապես մի կողմ թողեք ժակետիկները, անձրևանոցները, վերցրեք ձեզ հետ միայն արևապաշտպան, ակնոց, գլխարկ, մի փորձեք լինել արևի ուղիղ ճառագայթների տակ, հատկապես այն վտանգավոր ժամերին, ժամը 13-ից 14 ընկածատվածում, ու ընդհանրապես փորձեք զովանալ, չէ, մասնագետները տարբեր խորհուրդներ են տալիս, հաճախ ձեռքերը թրջել սառը ջրով, բայց միևնույն ժամանակ նաև մի չարաշահեք օթորակիչները, հատկապես, ինչպես ասում են, դրանց տակ նստելը։ Այո, եւ իրականում էլի եմ ասում, հիշեք, որ բան չմնաց, աչքներս կփակեն, կբացեն եւ ամառը կանցնի, փորձեք պարզապես, գիտեմ, որ ոչ միշտ է որ հնարավորություն է լինում ամռանը հանգստանալու, բայց փորձեք թեկուզ 1 օրով, 2 օրով վայելել այդ ազատ օրերը, թեկուզ շաբաթ-կիրակիները, հատկապես, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են եւ քաղաքից շատ արագ կարելի է փախնել։ Փրկարար ծառայությունն է տեղեկացնում այս մասին։ Մեր ճանապարհներն անցանելի են, Վրաստանից եւ Ռուսաստանից էլ հայտնում են, որ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մայրաքաղաքում երթևեկությունը շարունակում է ծանրաբեռնված մնալ, նախորդ օրերին 6 էր, այս պահին անգամ 7-ի է հասել։ Խցանումային նիշը դե բնականաբար ծանրաբեռնված են կենտրոն եկող հատվածները, միշտ Իսակովի պողոտայից ենք սկսում, այստեղ անգամ վթար կա, իդեպ 3 վթար կա, կարծես թե երրորդ մասի հատվածում է այս ամենը, հիմա քարտեզը ավելի պարզ ցույց կտա մեզ, Բագրատունյացում կարծես թե կա վթար, Շիրակի փողոցում կա 2 վթար եւ միգուցե դրանց պատճառով է որ այսքան մուգ գույնի է քարտեզը ցույց տալիս խցանումը եւ Երևանյան լճի մոտ կա եւս մեկ վթար, դա Բագրատունյացի այն հատվածն է, որը արդեն միանում է Իսակովին։ Իսակովը ծայրից ծայր ծանրաբեռնված է Երևանյան լճից սկսած մինչև կենտրոն եկող ուղղությունը։ Մոնթե Մելքոնյան փողոցը գիտեք, քանի որ Կիևյան կամուրջը փակ է, այն էլ ավելի բանուկ է դարձել, Աթենքի փողոցը եւս ծանրաբեռնված է, Հրազդանի կիրճը, որ ասեմ, այսօր չափազանց շատ են ծանրաբեռնված փողոցները, միևնույն ժամանակ կան հատվածներ, որոնք երթևեկելի չեն, փակ են, միգուցե դա եւս ազդել է իրավիճակի վրա։ Վազգեն Սարգսյանը դեպի Հանրապետության հրապարակ բարձրացող Աբովյան փողոցը Պուշկինից, Թումանյանից սկսած դեպի Հանրապետության հրապարակ իջնող հատվածը խիստ ծանրաբեռնված է, ներողություն, ոչ միայն Թումանյանից սկսած, այլև Մոսկովյանից սկսված Աբովյան փողոցը ամբողջությամբ ծանրաբեռնված է, Պապ Թագավորի փողոցը նախկին Ամիրյանը
Հանրապետության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա։ Մաշտոցի պողոտան եւս խիստ ծարաբեռնված է Մատենադարանից սկսած մինչև կարելի ասել հասնում է Ամիրյան, Պապ Թագավորի խաչմերուկ, Կորյունը, տեսնում ես չէ, վեգա ինչ է կատարվում։ Մի խոսքով դժվար է այս ամենը թվարկել, անպայման այս կամ այն տեղ գնալիս նախապես ստուգեք խցանումային քարտեզը, միգուցե գտնեք ձեզ ավելի հարմար ճանապարհ, եթե այս պահին նաև խցանման մեջ եք, մեզ եք լսում, մենք կիսում ենք ձեր այս մտահոգությունները եւ խորհուրդ տալիս միանալ մեզ, գրել մեկնաբանություն, եթե ղեկին չեք զանգահարել, մինչև ժամը 11-ը ուղիղ եթերում ենք, փորձելու ենք ապահովել ձեր առավոտյան հաճելի ժամանցը։ Այո, խցանումները փորձեք թեթևացնել մեզ լսելով, հիմա էլ ներկայացնեմ արդեն օրվա փոխարժեքը։ Իդեպ Կարինե Մկրտչյանը նույնպես մեզ միացել է մեր Facebook-յան էջում եւ բարի առավոտ է մաղթում։ Ամերիկյան դոլարն այսօր ըստ Կենտրոնական բանկի համարժեք է 366 դրամի եւ 69 լումայի, 419 դրամ եւ 27 լումա է եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 7 է, 139 դրամ 22 լումա է վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 491 դրամ է 25 լումա, դիրհամը 99 դրամ է, ներողություն եմ խնդրում, 834 լումա եւ իրանական ռիալը 0.026 է։ Սա էր կարծես է այն ամենակարևոր տեղեկատվությունը, որ առավոտյան փորձում ենք ապահովել ձեզ համար, իհարկե եթերաժամի ընթացքում դեռ կհասցնենք թարմացնել հատկապես եղանակի եւ խցանումների հետ կապված իրավիճակը, բայց մինչև այդ կարծում եմ ժամանակն է եւս մեկ ամառային հիթ լսելու, վերադառնալու կարծես թե նաեւ մեր մանկություն։ Այո, պատանեկություն, շատերի համար երիտասարդություն, երկ որ այս սեզոնին միշտ բոլորը հիշում են Ամարա, Էմի եւ հայտղեք։ Եկավ ամառը ջան, սաղը սրտում կաղքից կաղքից ներյան, առավոտ բալուսով, մերենցով, հապտվան, աղջիկեղա երկու մաշնա նստան տվովան, բագաժիկները սաղ պիվա է լացած պեր չկա, մոտերի ստակեն է միլիքսա մերուկ ու սող մոգա, շմիչով պետք է, ավտոբուս մեր է դա կարևորը, աղջիկեկն է մնացածը կարևորը, խոսում ակազալած, շուշեկի քիչեցրած, երացած աբովյանով մտում ենք ու սևանի տրաս, համեստ մեր ամար էթում ենք հաուրի տակ, հավեր չկար երկու հաուրի տակ ետնանք ես վարի տան, տրասի վրա լիքը ծանոտ համարներ, լիքը ծանոտ մաշներ, լիքը ծանոտ դեմքեր, սաղեթում են ընդե, սաղեթում է սևան, սաղեթում է անջուտվեն, սաղեթում է լողանա, սևանում ու կիլդին, լիքը սեքսոտ աղջկեք, սաղի բաց, սաղիկներ նազ չեն ուզում կերից հելեն, որտեղ հելուն կարողա հավեսով խայտարը կլեն, ոշը մեր տամպի շանագին դտեք չլեպան, հելակ վտում թունելով, հելակ իլի ջան, սաղ մեր ու գնդեին, սաղ մեզ են սպասում կարի մոտ է, հելակ գնդե մի քիչ կերպ անեք ուրախանա Շոկ ամարա սաղանդուրային ստվում, շոկ ամարա ոչ գնում եմ ոսատնում, իմ մասին ոչ մեկ է չի են մոտասում Էմի ջասեն շոկին ու գնա, կանքի պրոստա մանապա եմ շատ ուզում, էս շոկինից մենացով նապակազում, լողանալ եմ ու պարել եմ շատ ուզում Ինչ անապակ ես սևան գնա, շոկ ամարա սաղանդուրային ստվում, շոկ ամարա ոչ գնում եմ ոսատնում, իմ մասին ոչ մեկ է չի են մոտասում Էմի ջասեն շոկին ու գնա, կանքի պրոստա մանապա եմ շատ ուզում, էս շոկինից մենացով նապակազում, լողանալ եմ ու պարել եմ շատ ուզում Ամառը բեզնա, ամառը ջահելների ամառը, ամառը թուսը գալու դժարու ամառը, իրիկուն կունչը գալու ֆռալու ամառը, տեղեքո տաղակից դուս թրնելու ամառը մենա, նոք շեն կաղչում է սոպը պստող ամառը, վերջի սանտիկուս նոյազակուտ ամառը, դիսկոներ, կաֆեներ, պիվաներ ամառը, հետ պահում ամառը, աղջիկեկը սաղ մրուց են դարնում ամառը, տեղեքը սիրահարվում վատանում են ամառը, աղջիկեկը նկատում են մարդիկոտ ամառը, մեծ աղջիկոտ տալիս են հեռախոսի ամառը, քաղաքի ամառը, Մասիվի ամառը, սերժն մաշնի փոքելով կայֆելով ամառը, պետվերի համար տունը նստերն ամառը, ջահելների համարը, ամառը Շոկ ամառը սաղանդուրային ստվում, շոկ ամառը ոչ գնում եմ ոսատնում, իմ մասին ոչ մեկ է չի են մոտասում Էմի ջասեն շոկին ու գնա, կանքի պրոստա մանապա եմ շատ ուզում, էս շոկինից մենացով նապակազում, լողանալ եմ ու պարել եմ շատ ուզում Ինչ անապակ ես սևան գնա, շոկ ամառը սաղանդուրային ստվում, շոկ ամառը ոչ գնում եմ ոսատնում, իմ մասին ոչ մեկ է չի են մոտասում
Ամառը մեզ է Շոկը մեզ ստիպեց մի փոքր շեղվել մեր ավանդական playlist-ից, երգը, որը իսկապես շատերին տեղափոխում է մանկություն կամ պատանեկություն, երիտասարդություն։ Ուրախ ենք, որ ամառը անցկացնում ենք ձեզ հետ, բայց ել ավելի ուրախ կլինենք, որ դուք էլ նաև հանգստանաք եւ Գնաք կամ Կիպրոս կամ գոնե Սևան։ Մեր հաճախականությունը եւ մեր ուղիղ հեռարձակումները հասանելի են աշխարհի բոլոր ծայրերում, այնպես որ հաճախ մեզ նաև գրում զանգում են այլ երկրներից, կարող եք արձակուրդներին եւս մեզ ձեզ հետ տանել։ Այո, հատկապես եթե այնտեղից զանգահարեք կամ գրեք, տպավորություն կլինի, որ մենք էլ ենք հանգստանում եւ մի լավ կուրախանանք։ Մեր հանգստին դեռ ահագին ժամանակ կա, բայց հերթը մեզ էլ կհասնի, Սևակ, չէ՞։ Այո։ Եվս մեկ մեկնաբանություն մեր ռադիոլսողի Արտյոմ Միքայելյանի կողմից կարդամ, բարի օր բոլորս, սրճենք ու սիրով անցնենք գործի։ Այո, ամեն ինչ ավելի լավ է ընթանում, լինի դա աշխատանքային թե առօրյա կյանքում, երբ սիրով ես անում, այնպես որ սուրճը, սերը մեզ հետ միասին ամբողջ եթերի ընթացքում, իսկ հիմա ժամանակն է արդեն պատմության էջերը թերթելու եւ հասկանալու, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ կամ ծնունդներ են եղել պատմության այս օրը տարիների ընթացքում։ Բայց այս անգամ միջազգային տոներ կարծես թե չունենք, ազգային տոներից ունենք հետաքրքիր Պանդրով մակարոնի ազգային օրն է։ Դա նրանց հայտնի mac and cheese-ն է, չէ՞, եթե չեմ սխալվում, Սևակ, այո, շատ պանրով մակարոնով փլավն է սա, ինչպես մենք սիրում ենք ասել, պաստան, որը շատ ծանր եւ յուղային սնունդ է, բայց նահանգներում սիրում են ավելի ծանր ուտելիքներ։ Հետաքրքիր մի ոչ պաշտոնական զվարճալի օր կա Ռուսաստանում, օտարով 27 բառ մտածելու օրն է Սևակ։ Ախալի այդ օրերը, որ երբևէ վստահություն մեզ չեն ներշնչի, հաղարջի օրը եւս նշվում է Ռուսաստանում, կարծես այլ ակնառու որևէ տոն չկա։ Այսօր այո, օրացույցը համեմատաբար աղքատիկ է, այո։ Ծնունդների մասով Black Eyed Peas խումբը վստահաբար հիշում եք 2000-ականների, 2010-ականների pop, hip-hop մշակույթի անբաժան մասն էին նրանք եւ Black Eyed Peas խմբի անդամ Տաբուի ծննդյան օրն է այսօր 1975-ի այսօրն է նա ծնվել։ Դրամատուրգ Ժիրայր Անանյանն է ծնվել այսօրը 1934 թվականին։ Մեր հարևան երկրից վրացի գրող Նոդար Դումբաձեի ծննդյան օրն է այսօր 1928-ին է ծնվել Ապերախտը, մի արտնած Շուշունը եւ բազմաթիվ այլ բավական հայտնի ստեղծագործությունների հեղինակը։ Ինգմար Բերգմանի ծննդյան օրն է այսօր, հայտնի ռեժիսոր, դրամատուրգ, Բերգմանը 1918 թվականի այսօրն է ծնվել, եթե չեմ սխալվում, վերջերս էլ նրա ստեղծագործություններից մեկով մի շատ հետաքրքիր բեմադրություն ներկայացվեց Հայաստանում, ամեն դեպքում նրա ամենահայտնի ֆիլմերից են 7-րդ կնիքը, Շշուկներ եւ ճիչեր, Ֆանի եւ Ալեքսանդր եւ այլն։ Եվ իհարկե աշխարհահռչակ ավստրիացի նկարիչ մոդեռնի հիմնադիրներից Գուստավ Կլիմտի ծննդյան օրն է 1862 թվականի այսօրն է ծնվել, եթե նրա գործերին շատ ծանոթ չեք, կարծում եմ համբույրը առնվազն տեսել եք, այն աշխարհի ամենատարածված կտավներից մեկն է, ստեղծագործություններից մեկն է։ Իդեպ այստեղ ես առիթից օգտվեմ եւ փոքրիկ անոնս գովաց դանեմ, որ Կլիմտի մասին շատ հետաքրքիր էպիզոդ ունի հանրայինի երկրորդ ալիքը իմ ռադիոն առավոտը թանգարանում ոդքասթի շրջանակում կարող եք լսել հենց համբույրը ստեղծագործության մասին եւ ավելին բացահայտել Կլիմտի։ Ես տեսնում եմ, որ մեր մեկնաբանությունները գնալով ավելանում են։ Այո, Ամալիա Ղազարյանն է մեզ բազմաթիվ սրտիկներ, սմայլիկներ եւ սուրճ ուղարկել էմոջիների տեսքով։ Ալբերտ Իշխանյանը նույնպես միացել է եւ բարի լույս է մաղթում մեզ։ Մենք էլ հերթական անգամ բարի լույս ենք մաղթում ձեզ առավոտյան դյուով, չգիտեմ, մենք դժվարացանք երևի ցող թարգմանենք, որը վերջերս Բիոնսեն է ներկայացրել։ Լսենք Փոփիտ Հագուհուն նոր եւ վերադառնանք։ As we sip champagne, watching purple rain, body's insane, how could you complain? Plus I know you love my personality. I think I wanna go back to school and have my locker full of pictures of you. So give me that A in biology, I'm graduating soon. It's something about that look you give me, making me feel that young love inside. It's something about that feeling you give me, I can't resist them butterflies. You need a woman for
he said, kicking this little game of mine, and he said, you're sexy in the morning, you know you turn me on, you know the sunrise for you, give me that morning dew, you know that I want it, want you morning, every morning, you know the sunrise for you, give me that morning dew, morning dew. It's something about that look you give me, making me feel that young love inside. It's something about that feeling you give me, I can't resist them butterflies. You need a woman holding you down whenever, wherever, however, whatever. I'll be right by your side. See, I just wanna love you, boy, if you don't mind, just kicking this little game of mine. And he said, little game of mine, and he said, you're sexy in the morning, you know you turn me on, you know the sunrise for you, give me that morning dew, you know that I want it, want you morning, every morning, you know the sunrise for you, give me that morning dew, morning dew. The station with the best music. Best music. I love the music. Best music. Բիոնսեի նոր երգն էինք լսում, իսկ հիմա կտրուկ անցում դեպի ֆուտբոլ, որտեղ կրքերը գնալով թեժանում են, որովհետև ընդամենը մի քանի խաղ է մնացել եւ կպարզվի թե ով է 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոնը։ Եվ ինչպես երեք մեր գործընկեր Գևորգը նշեց Մալաքյան, սա ինչ որ առումով պատմական կիսա եզրափակիչը, որովհետև մնացել են FIFA-ի դասակարգման աղյուսակի լավագույն 4 թիմերը, այսինքն հենց լավագույն 4 թիմերն էլ վերջին քառյակն են, որ մրցելու են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար եւ այո այսօր երեկոյան առաջին շատ թեժ խաղն է սպասվում կիսաեզրափակիչը Ֆրանսիան եւ Իսպանիան են մրցելու տեսնենք թե այս երկու հզորագույն թիմերից որը կհայտնվի եզրափակչում արդյոք դա կլինի մեկը այսինքն արդեն կհայտնվի եզրափակչում այո այս թիմերից մեկը արդեն կհայտնվի եզրափակչում եւ բոլոր դեպքերում էլ շատ հետաքրքիր կլինի եթե հաղթի Իսպանիան շատ հետաքրքիր կլինի ինչպես Գևորգը երեք նշեց եթե հանկարծ Արգենտինան էլ հաղթի ապա կտեսնենք օրինակ Յամալին Մեսսիի դեմ խաղալիս եթե հաղթի Ֆրանսիան Մբապեն մի խոսքով շատ հետաքրքիր է թե ով կհայտնվի եզրափակչում սա արդեն այն փուլն է երբ նույնիսկ ոչ մարզասերներին հետաքրքիր է թե խաղն ինչպես է ավարտվելու ամեն դեպքում 23:00-ին է այսօր խաղը այդքան էլ վախենալու ժամ չէ այո հազիվ մինչև հասնեք տուն տրամադրվեք
Անցնեք տնային հագուստին եւ կարելի է կիսապարկած արդեն դիտել խաղը։ Դա ոչ ֆուտբոլասերի համար կիսապարկած ֆուտբոլասերները շատ լուրջ եւ ակտիվ են հետևում խաղին, իդեպ Երևանյան տարբեր սրճարաններում, այգիներում նաեւ բացօթյա ցուցադրություններ կան եւ մի ուրիշ մթնոլորտ է տիրում։ Այո, սա այն խաղերն են, որ արդեն դիտում ենք նաեւ մենք, լինելով ոչ մոլի ֆուտբոլասերներ, երկու կիսաեզրափակիչ, հետո կլինի արդեն երրորդ տեղի համար պայքարը, որտեղ ֆուտբոլիստները հիմնականում ոչ այնքան ուրախ են, որովհետև երրորդ տեղը կարծում են, որ այն տեղը չէր, որին իրենք արժանի են, եւ արդեն հուլիսի 19-ին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ կմրցեն այս երկու կիսաեզրափակիչների հաղթողները, տեսնենք թե որ երկրների հավաքականները դուրս կգան եզրափակիչ, իսկապես սպորտը եւ հատկապես ֆուտբոլը շատ հետաքրքիր է, չէ՞, մի ամբողջ տարիներ, մի ամբողջ կյանք սովորում են, պայքարում են եւ ընդամենը մի քանի րոպեի, 90 րոպեի ընթացքում պետք է որոշվի ճակատագիրը տվյալ հավաքականի։ Իդեպ Ձևակ նկատեցիր, որ իրականում այս 1 ամիսը կարծես թե ավելն նույնիսկ բավական արագ անցավ, տպավորություն էր թե հավերժ է տևելու, այնքան երկար է տևելու, բայց արի ուտես արդեն կիսաեզրափակիչներին ենք հասել եւ ընդամենը մի քանի օրից կիմանանք թե ով է աշխարհի չեմպիոնը։ Մենք հետևում ենք իհարկե նորություններին եւ ձեզ կներկայացնենք ամեն առավոտ, իդեպ փաստորեն եզրափակիչը Կիրակի օր է, այն իսկական ֆուտբոլային տոն կդառնա եւ վստահ եմ, որ շատ մարդիկ, անգամ նրանք, ովքեր ֆուտբոլից շատ հեռու են, այս խաղը կդիտեն։ Մենք հիմա ունենք գովազդային դադար մեր եթերում, որից հետո արդեն տաղավարում կհյուրընկալենք ռադիոլուրի մեր գործընկերոջը, չունենք գովազդային դադար, ունենք։ Կհյուրընկալենք մեր գործընկերոջը եւ կիմանանք ինչ նորություններ կան Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:58 շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, մինչև ռադիոլուրին միանալը եւս մեկ մարզական նորություն, որ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մեր մայրաքաղաքը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի Գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը հուլիսի 21-ից 25-ը Դինամո մարզադահլիճում կանցկացվի Երևանի քաղաքապետի Գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որն ընդգրկված է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում։ Մրցումների մեկնարկը նախատեսվում է հուլիսի 21-ին, ժամը առավոտյան 11-ին։ Եզրափակիչ գոտե մարտերը տեղի կունենան արդեն հուլիսի 25-ին, ժամը 15:00-ին։ Այո, Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են բռնցքամարտով, ներկա գտնվելու մրցաշարին եւ աջակցելու մարզիկներին։ Մենք եւս կհետևենք մրցաշարի ընթացքին եւ ձեզ կներկայացնենք արդյունքները։ Իսկ հիմա աստիճանաբար ժամանակն է, որպեսզի ծանոթանանք վերջին ժամի նորություններին։ Հիշեցնենք, ռադիոլուրը եթերում է յուրաքանչյուր ժամագլխի մեր գործընկերները ուղիղ եթերում ներկայացնում են վերջին ժամի նորությունները, նաեւ այդ ամենը ներկայացվում է մեր կայքում armradio.am եւ մեր սոցիալական հարթակներում։ Այսօր Կարենն է մեզ հետ, ողջունենք Կարենին, բարի լույս։ Բարի լույս։ Դե ինչ, տեսնենք ինչ կա չկա աշխարհում, վերջին 1 ժամի դրությամբ ռադիոլուրի հերթն է, ուղենք ժամացույցները եւ ծանոթանանք լուրերին։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուր լրատվական ծրագիրը տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Եվրոպական միության խորհուրդը գործարկել է Եվրամիության գործընկերության առաքելությունը Հայաստանում ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակում հայտնում է խորհուրդը։ Սա խորհրդատվական քաղաքացիական առաքելություն է աջակցելու Հայաստանի իշխանություններին դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին եւ անվտանգային մարտահրավերներին, ներառյալ կիբեր սպառնալիքները, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները ու միջամտությունները եւ ապօրինի ֆինանսական հոսքերը։ Առաքելության սկզբնական մանդատը կլինի 2 տարով, այն հիմնականում կազմված կլինի Եվրամիության անդամ երկրների կողմից գործուղված փորձագետներից։ Կոսմին Ջորջ Դինեսկուն նշանակվել է առաքելության ղեկավար 2026 թվականի հունիսի 11-ին, նախկինում նա ծառայել է Մոլդովայում որպես Եվրամիության գործընկերության առաքելության առաջին ղեկավար։ Հուլիսի 13-ին հանդիսավորության բացվել է Երևանի Ոսկե Ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնը, մեկնարկ տալով կինոյի ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկին։ Մինչև հուլիսի 19-ը փառատոնը կներկայացնի մրցութային եւ արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում ներկայացված ֆիլմեր, միավորելով կինոյի ճանաչված հեղինակներին, ոլորտի մասնագետներին եւ կինոսերներին մեկ հարթակում։ Բացման հանդիսավոր Ուղղությանը ներկա են եղել պետական եւ մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային հյուրեր, կինոգործիչներ եւ արվեստասերներ։ Երևանի Ոսկե Ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը, ներկայացնելով խաղարկային, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմերի հարուստ ծրագիր, հանդիպումներ համաշխարհային կինոգործիչների հետ, վարպետության դասեր եւ մասնագիտական քննարկումներ, եւս մեկ անգամ հաստատելով իր կարևոր տեղը միջազգային կինոփառատոնային քարտեզում։ Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook եւ Instagram սոցիալական հարթակներում Telcel Wallet-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ, քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից 1 ամիս անվճար։ Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում Telcel Wallet-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես Telcel Wallet դրամապանակում արկա գումարները, այնպես էլ դրան գծված բանկային քարտերում արկա ֆինանսական միջոցները, այդտում են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից, հորդորելով չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից։ Կառույցից նաև հորդորում են չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ, Telcel Wallet-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։ Խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ, քաղաքացիներին մոլորեցնելու եւ նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով։ Եզրափակվում է ներքին գործերի նախարարության տարածած իրազեկող հաղորդագրությունը։ Հուլիսի 6-ից 13-ը Երևանում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3740 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ներքին գործերի նախարարությունը։ Հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 125 անձ։ 12 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին պատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 36 անձ։ Մի քանի լուր օրվա միջազգային լրահոսից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավորած Ալ-Ջուֆեյր ավիաբազայի թիրախներին, հաղորդում է Reuters-ը։ Իրանի հեղափոխության պահապանները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող Ալ-Ջուֆեյր
ավիաբազայում գտնվող զենքի պահեստներին, արբանյակային կապի կենտրոնին եւ ԱՄՆ ռազմական համալիրին, նշվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակման արդյունքում ոչնչացվել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ռադարը, ԱՄՆ 5-րդ նավատորմի օդային հսկողության ռադարը եւ Բահրեյնում վաղ նախազգուշացման ռադարային համակարգը։ Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի վրա նոր հարձակումների մասին։ Միացյալ Նահանգները պաշտպանում է Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները եւ ակնկալում է փոխհատուցում Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման դիմաց։ Դրա մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես ցանկանում եմ փոխհատուցում ստանալ, քանի որ մենք պաշտպանում ենք աշխարհի շատ հարուստ մի հատված, մենք գումարներ ենք ծախսում, ասել է նա Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ Մենք պատրաստվում ենք այն երկրներից, որոնց օգնում ենք փոխհատուցում ստանալ պաշտպանության դիմաց, ընդգծել է Թրամփը, նկատի ունենալով Վաշինգտոնի գործողությունները, որոնք ուղղված են Հորմուզի նեղուցում բնականոն նավագնացության ապահովմանը։ Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը եւ կմնա այդպիսին, ընդմիշտ գրել է նա։ Արաղչին նաեւ մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու եւ անվտանգության ապահովման համար 20% չափով տուրքեր գանձելու մտադրության մասին։ Բնականաբար 20%-ը չափազանց շատ է, մենք արդարացի կլինենք, նշել է նա։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցե 12 բարի լույս բոլորին, ովքեր նոր են մեզ միացել, եթերաժամի երկրորդ հատվածը սկսվեց, մեզ ովքեր 9:30-ից են հետևում ու շնորհակալ ենք հավատարմության համար, օրը երեքշաբթի է, հուլիսի 14-ն է այսօր, ամառային շատ տաք օր է, մինչև 38 աստիճան տաքություն է կանխատեսվում։ Ես չեմ դժգոհում, գիտեմ, որ կան մարդիկ, որ շոկից բողոքում են, բայց դե ինչ արած, կարելի է թաքնվել տանը այդ ընթացքում։ Կարող ենք, այո։ 55-3702 այն հեռախոսահամարն է, որով կարող եք զանգահարել մեզ, րոպեներ անց արդեն տաղավարում կլինի նաև մեր հյուրը, գուցե նրան նույնպես հարցեր կամ ողջույններ կունենաք, իհարկե կարող եք հետևել նաև մեր ռադիո լսողներից օրինակ Արտակ Մխիթարյանի օրինակին, որը հենց նոր միացել է մեր Facebook-յան էջին եւ բոլորիս բարի լույս է մաղթում։ Դուք նույնպես մեզ ոչ միայն լսեք, այլև դիտեք մեր Facebook-յան էջում կամ կայքում armradio.am եւ իհարկե նաեւ ինչպես արդեն նշեցինք, մեկնաբանություններ գրեք եւ զանգահարեք։ Այսօր եւս մեկ մշակութային կարևոր իրադարձության ենք անդրադառնալու, որը համախմբում է մարզերը, ջազը, մի քանի համերգ տարբեր մարզերում եւ այս ամենը սկիզբ է առել կարծես թե Գյումրիից։ Այո, մեր հյուրը իհարկե ավելի մանրամասն կներկայացնի, բայց Մանուկյան ընկերությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 28-ից 31 արդեն 7-րդ անգամ իրականացնում է Գյումրիի ամենաջազային նախագիծը։ Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա, ինչպես արդեն նշեցի, օգոստոսի 28-ին 17-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի տարածքում զուգահեռ Ծիթողցյան տուն թանգարանի բակում։ Ավելի մանրամասն ինչպես փառատոնի, այնպես էլ բացման արարողության սպասված ծրագրի մասնակից արտիստների մասին մեզ կպատմի րոպեներ անց մեր հյուրը։ Տաղավարում հյուրընկալելու ենք Լիլիթ Թովմասյանին, Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետին։ Այնպես որ մնացեք մեզ հետ, մի փոքր ջազ վայելեք, մենք էլ այդ ընթացքում դիմավորենք մեր հյուրին ու ողջունենք նրան։ Ջամփեք բոլոր մոլոր եւ արևան մար ես կտամ կյանքնին բոլոր ձեր սիրո համար եւ դաշտեր բարի ձեզ էլ բյուրդ բարև ինձ օգնեք գտնեմ յարիս իմ պայծառ արև սիրտ իմ քո ջամփին Երկն ուրախ թող միշտ հնչի ու թող դառնա թրջուն և թրջի Գարուն եկավ ծաղկով իր կնկուշ Գարնան հետ եկավ ինձ սենանուշ Գարուն եկավ ծաղկով իր կնկուշ Գարնան հետ եկավ ինձ սենանուշ Ես ճամփայելած էի վար սիրով անշեր չանցալով հողմին մեգի պիտ կայլեմ անվերջ Հեյ ճամփեք բարի ձեզ էլ բյուր բարև ախ օգնեք գտնեմ յարիս իմ լույսի մարև Սիրտ իմ քո ճամփի երկն ուրախ թող միշտ հնչի
Գարնան հետ եկավ իմ սենանուշ Գարնան իմ Սուրճ ու սեր առավոտից։ Դե ինչպես խոստացել էի, սիրով ձեզ եմ ներկայացնում մեր հյուրին Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն է մեր տաղավարում, բարի լույս։ Բարի առավոտ։ Եվ խոսելու ենք, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 28-ից 31-ը արդեն փաստորեն 7-րդ անգամ իրականացվում է Գյումրու ամենաջազային նախագիծը, որի մասին էլ հենց Լիլիթը մեզ կպատմի։ Այո, Լիլիթ, իդեպ բարի գալուստ մեր տաղավար։ Լիլիթին տարբեր առավոտյան ծրագրերում միշտ կտեսնեք, մեզ մոտ առաջին անգամ եք, շատ ուրախ ենք, մանավանդ այս առիթով, փաստորեն 4 մարզ, 4 քաղաք, 4 համերգ, High at Jazz, եթե այդպես ենք կարդում, Գյումրիում ծնված ջազային նախագիծ, որը գնալով տարածվել է եւ հասել է մարզեր անգամ։ Այո, այս տարի կհասնի նաև մարզեր, բայց եթե թույլ տաք, ես սկզբից կգամ եւ կպատմեմ ինչպես սկսվեց ամեն բան։ 2017 թվականից է սկսվել High at Jazz-ի պատմությունը, երբ Մանուկյան ընկերությունը եւ ընկերության հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը որպես ջազը եւ Գյումրի նախագծի դրամաբանական շարունակություն որոշեց համերգային այս հետաքրքիր շարքը վերածել նաև ջազային փառատոնի եւ դրա համար օգտագործել Գյումրու թանգարանների բակերը։ Այդտեղից ծնվեց նաև նախագծի վերնագիրը, որովհետև մի կողմից մենք նախագծի վերնագիրը ընթերցում ենք որպես High at Jazz, High ջազի մեջ, մյուս կողմից High at Jazz, Hayati Jazz, որը Գյումրիի բարբառով բակ է նշանակում եւ գիտեք նաև, որ մեր ավանդական մշակութային ընկալման մեջ բակը նաև հավաքատեղի է, յուրօրինակ հանդիպումների վայր, որտեղ քննարկվում էին ամենատարբեր թեմաներ, այդ թվում մշակութային։ Եվ հաշվի առնելով հանգամանքը նաև, որ Գյումրու թանգարանների բակերը շատ կոլորիտային են, գողտրիկ եւ քիչ են հանդիպում մյուս տեղերում այդպիսի բակեր, որոշեցինք պիտի հանրահրճակել նաև այդ միջավայրը, ինչը շատ լավ հնարավորություն էր տալիս նաև թանգարանային եւ երաժշտական արվեստները միավորել։ Եվ ծնվեց 2017-ին High at Jazz-ը, եթե անկեղծ գուցե չէինք սպասում նման հաջողության եւ այսպիսի ընդունելության, բայց այս նախագիծը դարձավ քաղաքացիություն ստացավ եւ գյումրեցիների համար նաեւ շատ ընդունված փառատոն դարձավ։ Հիմա կարող ենք արձանագրել, որ թերևս վերջին տասնամյակի ամենաերկարամյա փառատոնն է եւ այս տարի այն իրականացնելու ենք 7-րդ անգամ։ Երբ նախորդ տարի էինք խոսում զբոսաշրջության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվելիք High at Jazz-ի մասին եւ գտնվում էինք հանրային հեռուստաընկերության առավոտյան տաղավարում, հենց այդ տաղավարում հաղորդման ընթացքում գաղափար առաջացավ High at Jazz-ը փորձել հասցնել նաև մյուս մարզեր եւ մասնակից դարձնել այս ջազային համերգային բակային ծրագրին նաև մյուս մարզերի բնակիչներին եւ այստեղից ծնվեց 4 մարզ, 4 քաղաք, 4 համերգ ձևաչափը եւ ի ուրախություն բոլորիս կարողացել ենք ստանալ նաև աջակցություն զբոսաշրջության կոմիտեի կողմից մարզերում High at Jazz-ի համերգները ներկայացնելու համար եւ օգոստոսի 14-15-ին, 21-22-ին համապատասխանաբար Եղեգնաձոր, Գորիս եւ Վանաձոր, Դիլիջան քաղաքներում կլինեն ջազային համերգներ, High at Jazz-ի ջազային կանգառներում կսպասենք քաղաքի հյուրերին եւ քաղաքի բնակիչներին։ Մեզ համար կարեւոր է արձանագրել նաեւ, որ բոլոր համերգներն անվճար են եւ մեր նպատակը էլիտար արվեստի տարածումն է, հնարավորինս շատ մարդկանց հասանելի դարձնելով այդ միջավայրը։ Ովքեր են այն բենդերը, որոնք մասնակցում են, մանավանդ հիմա օնլայնվել է, ավելի շատ բենդերի կարիք կա, կարծես թե։ Իրականում High at Jazz-ում ամենատարբեր ջազային երաժիշտներ եւ խմբեր մասնակցություն են ունեցել։ Գիտեք վստահ եմ նաեւ, որ Գյումրիում ջազային բոլոր համերգների կարևորագույն հյուրերի շարքում եւ հիմնականում բացման արարողության ժամանակ մեզ ողջունել եւ իր ներկայությամբ պատվել է հայկական ջազի կենթանի լեգենդ
Լևոն Մալխասյանը եւ մենք հարթակ ենք կարողացել ստեղծել նաեւ երիտասարդ եւ ավագ ջազ երաժիշտների համար այս անգամ էլ բացառություն չէ համերգները շատ են որպեսզի ես որևէ մեկի անունը չմոռանամ բայց կարող եմ հանգիստ արձանագրել որ հայկական ջազային ինդուստրիայի բոլոր հայտնի ներկայացուցիչները անհատ կատարողները եւ խմբերը այս կամ այն կերպ ներգրաված են այս ջազային համերգներում եւ վստահ եմ որ եւ Գյումրիի եւ մարզային հանդիսականը շատ հետաքրքիր ժամանակ է անցկացնելու Վստահաբար Լիլիթ, ես ճիշտ հասկացա, որ սա առաջին տարին է, երբ փառատոնը Գյումրու սահմաններից դուրս է գալիս եւ նաեւ այլ մարզերում է տեղի ունենալու։ Սա առաջին տարին է, մենք սովորաբար նման ներթափանցումներ սպասում ենք մայրաքաղաքից եւ մայրաքաղաքային կարեւորագույն նախագծերը եւ համերգային ծրագրերն են, որ շատ լավ ընդունվելուց հետո շրջագայում են մարզերում, կարծում եմ սա առաջին դեպքն է, երբ Գյումրիում ծնված եւ Գյումրիի մասին որովհետև այս փառատոնը նաև Գյումրիի մասին է, այդ նախագիծը ունի հնարավորություն լինել հանրապետության մյուս մարզերում, ընդ որում մենք շատ թիրախային կերպով ընտրել ենք նաև հեռավոր մարզերը եւ հասնելու ենք Վայոց ձոր եւ Սյունիք, լինելու ենք նաև Տավուշում եւ թերևս մեզ միայն Լոռին է մի փոքր մոտ ընտրվել են նաև համերգային հատվածները ըստ թանգարանային միջավայրի տարածքների եւ հարթակների, որովհետեւ համերգային ձևաչափերը մեզ համար կարեւոր է պահպանելը։ Անշուշտ այս ամբողջը նաեւ համագործակցություն է տեղի համայնքապետարանների հետ, որովհետեւ թանգարանները մեծ մասամբ համայնքապատկան թանգարաններ են եւ առանց համայնքների ակտիվ ներգրավվածության եւ առանց իրենց կամքի դրսևորման, ինչպես Գյումրիում, այնպես էլ մյուս համայնքներում քիչ է հնարավոր եւ քիչ է իրատեսական նման ծավալով միջոցառումների անցկացումը։ Հետաքրքիր է որ թանգարաններն են, հիմա մտովի հիշում եմ, որը հիշեցի գեղեցիկ բակ ունի։ Բոլոր թանգարաններն էլ, որոնք ընտրված են, գեղեցիկ բակեր ունեն, Գորիսի երկրագիտական թանգարանի բակն է, որ շատ մոտ է նաեւ հրապարակին եւ գիտեմ այդ օրը նաեւ այլ կարևորագույն միջոցառումներ կան քաղաքում, վստահ եմ կարողանալու ենք շատ սիրուն համադրություն ստանալ։ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի բակն է, Դիլիջանի թանգարան պատկերասրահի բակն է եւ Վանաձորի Ստեփան Զորյանի թանգարանի բակն է եւ կարծում եմ որ բոլոր այս միջավայրերը եթե անգամ մինչ այժմ բացահայտված չեն քաղաքի բնակիչների կամ հյուրերի կողմից հրաշալի առիթ է նաև լինել թանգարանում եւ զուգահեռ վայելել ջազային երաժշտություն։ Լիլիթ, իհարկե մարզերի այցելուների արձագանքի հետ կապված երևի արդեն փառատոնից հետո կարողանանք խոսել, բայց հետաքրքիր է այս տարիների ընթացքում ինչ փոփոխություն կա, եթե կա Գյումրիում, որքանով են Գյումրիում հետաքրքրված ջազով, վստահ եմ, որ եթե փառատոնը արդեն 7-րդ տարին է, ապա այն վստահաբար հաջողել է, բայց հետաքրքիր է ովքեր են ձեր հանդիսատեսը։ Գիտեք, երբեմն նախագծերի հաջողության գրավականը նաև համառությունն է եւ կազմակերպիչների հաստատակամությունը, անկախ մեկ կամ երկու անգամ կազմակերպված միջոցառումների հանդիսականի քանակից շարունակել, որովհետեւ եթե մանավանդ այդ համակարգում գործունեություն է ծավալում ինչ որ բան փոխելու նպատակով պետք չէ տուրք տալ պահի դժվարությանը եւ այս նախագիծը դրա լավագույն օրինակներից մեկն է որովհետեւ ինչպես ասացի ծնվել է նաեւ ջազը եւ Գյումրին նախագծից որպես դրամաբանական շարունակություն եւ երկուսի պարագայում էլ այնպես չի որ առաջին համերգների ժամանակ մարդաշատ դահլիճներ են ունեցել բայց մյուս կողմից հասկացել ենք, որ պետք է լինել հաստատակամ, պետք է լինել լավ իմաստով համառ եւ այնքան մինչեւ բոլորը կսիրեն եւ կճանաչեն, որովհետեւ երբ ճանաչում ես, նաեւ սիրում ես, հնարավոր չի չսիրել ջազային երաժշտությունը, թեկուզ միայն իր մեջ պարունակող ազատության համար։ Այո, հաստատակամությունը այս դեպքում շատ կարեւոր է։ Մարզային թանգարանները եւ բակերը նշեցինք Գյումրիում։ Գյումրիում ավանդաբար նորից բակային համերգներ են ունենալու, բացումը կանենք Ձիթողցյանների թանգարանի բակում, որովհետև ծավալունն է եւ ամենաշատ քանակով մարդ է հնարավոր տեղավորել այնտեղ եւ կշրջենք ասոցացվող առաջին ամենամեծ թանգարանը, չէ՞։ Թերևս Եվ կշրջենք մյուս բակ ունեցող բոլոր թանգարաններում, այնպես ինչպես ավանդաբար, այստեղ ձևաչափը վստահաբար չենք փոխելու, որովհետև մեր հանդիսականը հենց դրան է սպասում։
ասեմ, որ այս տարի առաջին անգամ է, որ օգոստոսին է անցկացվում։ Մենք ավանդաբար այն կազմակերպել ենք ջազի միջազգային օրով պայմանավորված ապրիլին, չէ՞, կարծես։ ամենաանձրևային շրջանում նախորդ տարի փորձ ենք ունեցել հոկտեմբերին անցկացնել փառատոնը եւ այս տարի ամենաապահովագրված ամիսն ենք թերևս ընտրել եւ հույս ունենք, որ ոչ անձրևային երեկոներ են լինելու Գյումրիում եւ ավելի ամառային տաք միջավայրում մարդիկ կկարողանան վայելել այս համերգաշարը։ Իդեպ վեգա ասեմ, որ սա միակ միջոցառումը չէ, որ անցկացվելու է, կա նաև Գյումրի Դալան ֆեստ, այլ երրորդյա ռոք փառատոն է, բայց այդ ամենի մասին վարքյաններ անց խոսենք փոքրիկ դադար գովազդային մեր եթերում ու վերադառնանք։ Տասնանց 28 մենք շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, այսօր մշակութային երկու կարևոր միջոցառման մասին ենք խոսում, Հայատ ջազ եւ Գյումրի Դալան ֆեստ երրորդյա ռոք փառատոն, որոնք հրաշալի միջոցառումներ են, իդեպ Հայատ ջազը փաստորեն Գյումրիից դուրս է եկել եւ գնում է մարզեր։ Այո, եւ արդեն Դալանի մասին խոսելու ժամանակն է կարծում եմ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում է Լիլիթ Թովմասյանը, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետը։ Լիլիթ, ջազից տեղափոխվենք ռոք, ինչ կա այդ ժանրում։ 8-9 փաստորեն։ Էլի պիտի սկզբից գամ եւ 2019 թվականներ, երբ Մանուկյան ընկերությունը համագործակցությամբ մասնավոր եւ պետական կազմակերպությունների հետ ֆինանսավորմամբ նաեւ պետական ֆինանսավորմամբ նախաձեռնեց մեկ այլ փառատոն, որը նույնպես իր հերթին նպատակ ուներ Գյումրիու հանրային միջավայրը հանրահրճակելու։ Գիտենք, որ դալանները շատ միահյուսված են Գյումրու ճարտարապետությանը եւ որպես այդպիսին խորհրդանշում են նաեւ մեր քաղաքը։ Ուղղակի Գյումրու բարբարով թոլերը։ Նաեւ բացի այդ հայտնի պատմություն է, որ 70-ականներին Գյումրիում ձևավորված Բամբիր ռոք խումբը ավանդույթ է ունեցել նվագել կամարների տակ։ Այդ մասին կա նաեւ ավանդական այդ երգը, որ մենք օգտագործում ենք մեր բոլոր գովազդատեղեկատվական վիդեո հոլովակների մեջ եւ մենք որոշել էինք այդ ժամանակ ուղղակի նոր կենթանություն տալ այդ ավանդույթին եւ ներգրավել հնարավորինս շատ թվով երիտասարդների, որն առիթ կլիներ նաեւ պատմել մի կողմից 70-ականների երաժշտական Գյումրու մասին, այս պարագայում ռոք Գյումրու մասին, մյուս կողմից լավ հարթակ տրամադրել այն բոլոր երիտասարդական խմբերին, որոնք այդ պահին գործում եւ ստեղծագործում էին։ Եվ այս անգամ երկրորդ տարին է, որ անցկացնելու ենք, 2019-ից հետո մեծ դադար ենք ունեցել եւ հիմա ներքին վստահությամբ, որ նույն հետաքրքրությունը, ինչ արձանագրել էինք առաջին փառատոնի ժամանակ, ունենալու ենք նաեւ հիմա, ներգրավմամբ մի շարք երիտասարդական հրաշալի ռոք բենդերի, որոնց ընտրությունն իդեպ Բամբիր խմբի փորձառու համակարգմամբ եւ խորհրդատվությամբ է իրականացել։ Գյումրիում սպասելու ենք բոլորին դալանների տակ, հենց այնպես երգելու։ Ահա։ Եվ շատ մեզ համար կարևոր է, որ այդ դալանները լինեն մարդաշատ, որովհետև իրենք քաղաքի կենտրոններում գտնվող դալաններ են եւ այնտեղ հասնող յուրաքանչյուր մեկը ակամայից Գյումրու նաեւ միջավայրը բացահայտելու հնարավորություն է ունենալու։ Վստահ եմ նաև, որ այն քանակը, որ ունի ռոք երաժշտությունը որպես երկրպագուներ, այդ օրերին ուղղակի լինելու է Գյումրիում եւ մենք հանդիպման հրաշալի հնարավորություն ենք ունենալու։ Փաստորեն բակերում ջազ, դալանում ռոք, մտածում եմ ելուր եք գնալու շքամուտքերում օրինակ ինչ որ։ Դասական երաժշտության։ Դասական երաժշտություն մեզ մոտ հնչում է համերգասրահներում, թանգարանների բակերում, թանգարաններում, պատկերասրահում, բոլոր այն հարթակներում, որտեղ հնարավոր է հնչեցնել լավ երաժշտություն, որովհետև ի պատիվ Գյումրու եւ հանդիսականի եւ երաժիշտ կատարողների եւ պետական նվագախմբերի մենք շատ խիտ օրացուցային համերգային միջավայր ունենք, ինչը
կարծում եմ տրամաբանական է, եթե խոսում ենք Գյումրու պարագայում։ Բնական է։ Եվ քանի որ նշեցիք, որ բավական հետաքրքիր ձևով են ընտրվել բենդերը, մի փոքր մասնակցող բենդերից, ծրագրից նաև խնդրենք պատմել։ Ես պիտի ներողություն խնդրեմ, բայց քանի որ շատ են եւ որպեսզի որևէ շփոթ չառաջանա, ես կօգտվեմ ձեզ համար բերված հրավիրատոմսերից, հետո դրանք կթողնեմ ձեզ եւ Դալան ֆեստի 3 կանգառներում համապատասխանաբար օգոստոսի 7-ին որպես բացման հանդիսավոր արարողություն կլինեն Ուրու եւ Կանգուն բենդերը, օգոստոսի 8-ին Գյումրիում կլինի Տիեզերկ բենդը եւ օգոստոսի 9-ին արդեն որպես փակում Քուչի պլյուս բենդն է ելույթ ունենալու եւ եթե ես ճիշտ գիտեմ խմբի նախապատմությունը Շուշիում ձևավորված խումբ է եւ դարձյալ բարբարային յուրահատուկ ընկալման հետ այստեղ գործ ունենք վստահ եմ որ արձագանքներն ամեն դեպքում այն մասին են որ շատերն են գալու այս խմբերի հետևից Գյումրի մենք սրտաբաց ենք եւ կարևոր է նաև արձանագրել, որ զբոսաշրջության կոմիտեի կողմից պարտադիր պահանջ կա, եթե իրենք համագործակցում եւ աջակցում են այս փառատոներին, ապա պարտադիր է, որ մայրաքաղաքից փառատոնային վայրեր տեղափոխող անվճար մեքենաներ լինեն, որոնք լինելու են այս ամբողջ ծրագրերի ընթացքում եւ յուրաքանչյուր համերգի ժամանակ Հանրապետության հրապարակից թերևս 1 կամ 2 մեքենա համապատասխանաբար այս ծրագրի շարժվում է համերգային քաղաք, որտեղ որը լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր կունենան դժվարություն գալու, լինել այդ միջավայրում։ Մեր քաղաքի պարագայում մենք սովորաբար առաջարկում ենք գալ վաղ առավոտից, վայելել քաղաքը, լինել թանգարաններում, պատմական միջավայրում, հետո վերադառնալ, այնպես որ ըստ արձագանքների կհասկանանք նաև ինչպես ենք դասակարգում այս հատը։ Ես այստեղ մեծ հպարտությամբ կնշեմ, որ Լիլիթի նշած տարբերակը իմ ու իմ ընկերախմբի մշտական, եթե որևէ միջոցառման ենք գնում Գյումրի, հենց այս տարբերակն էլ ընտրում ենք, պարտադիր առավոտյան ենք գնում, որ հասցնենք շրջել, նաև լինել թանգանում, չնայած արդեն բոլորում կարծում եմ եղել եք։ Այո։ Լիլիթ, քանի որ տեղեկատվությունը շատ է, օրերը, ժամերը նաև տեղափոխման մասով, որտեղից մեր ռադիոլսողները կարող են գտնել ինֆորմացիա, առավել մանրամասն, ենթադրում եմ ֆեստերը ունեն իրենց էջերը, կարող եք նշել։ Այո, ֆեստերն ունեն իրենց էջերը, հիմնական ինֆորմացիան Մանուկյան ընկերության Facebook-յան հարթակում է, զբոսաշրջության կոմիտեն մեզ հետ հավասար ակտիվորեն այս ամբողջը տարածում է, ես նշեմ նաև, որ Գյումրիի ջազային փառատոնի հատվածը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, համապատասխանաբար իրենք էլ այդ ինֆորմացիան կարող են տարածել եւ այո, յուրաքանչյուր փառատոն, մասնավորապես Հայատ ջազն ավելի ակտիվորեն սոցիալական ցանցերում ներգրավված է եւ այս բոլոր հնարավոր հարթակներում մենք կարող ենք այս ինֆորմացիան տեսնել հետևելով այդ սոցիալական ցանցերին։ Լիլիթ, ձեզ հարցեր ունենք ոչ միայն մենք, այլև մեր ռադիո լսողները, զանգ ունենք, տեսնենք թե ով է մեզ միացել եւ ինչ հարց ունի Լիլիթին, բարի լույս։ Լավ, մի փոքր փորձենք ձեր ձայնը բարձրացնել։ Ահա, ապա։ Հա, ասում եմ ինչպես եք, ես հարց ունեմ Գյումրեցուն տալու։ Մենք լավ ենք, շնորհակալ ենք, լսում ենք ձեր հարցը։ Հա, ես ուզում եմ հարցնել, քաղաքային տուալետներ գոնե հիմա ունեք։ Կարևոր հարց Հանրապետության բոլոր մարզերի ու քաղաքների համար։ Այո։ Ունեք։ Շնորհակալ ենք հարցի համար։ Դե պատասխանեք։ Բոլոր այն փառատոնային հարթակներում, որոնց մասին մինչ այս պահը խոսեցինք, այս խնդիրը չի կարող առաջանալ, որովհետև թանգարանները սիրահոժար կերպով այդ հարցը կկարողանան կարգավորել, հուսանք, որ կգա մի պահ, երբ այս հարցն այլևս ակտուալ չի լինի, ոչ միայն մեր, այլև որևէ այլ համայնքի։ Ամեն դեպքում մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ նաև հատուկ տեղադրվում են նման ենթակառուցվածքներ մեծ հոսքը սպասարկելու համար։ Լիլիթ, ձեզ հաջողություն ենք մաղթում, շատ հաճելի է, որ Գյումրիում ծնված միջոցառումը տարածվում է Հանրապետության տարածքում, շատ ճիշտ նշեցիք, միշտ հակառակն է լինում, Երևանում ստեղծված փառատոնը կամ մշակութային միջոցառումը հետո ծավալվում է, գնում է մարզեր, հիմա ապակենտրոնացման կարծես հակառակ գործընթացն է տեղի ունենում, որը միայն գովելի է։ Այո, հրաշալի է, սիրով հիշեցնեմ, որ Գյումրին հերթական անգամ
վերածվի մշակութային կենտրոնի, թե ջազ, թե ռոք, օգոստոսը կարծես թե բավական հագեցած է լինելու այս առումով Գյումրիի համար եւ հենց այս մասին զրուցում էինք Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի հետ։ Վերջում Լիլիթին կարող ենք խնդրել բոլորին հրավիրել տանտիրոջ իրավունքով Գյումրի այս երկու կարևոր միջոցառումներին եւ ոչ միայն Գյումրի փաստորեն։ Այո, սիրով հրավիրում ենք բոլորին մասնակիցը դառնալու այս հետաքրքիր համերգաշարերին օգոստոս ամսվա ընթացքում Մանուկյան ընկերության համագործակից կազմակերպությունների, պետության աջակցությամբ եւ համայնքային կառույցների աջակցությամբ, համայնքապետարանի գործուն մասնակցությամբ 11 համերգային ծրագիր է առաջարկվում, բոլորը բացառապես անվճար համերգային հատվածներ են եւ կարծում եմ յուրաքանչյուրը կգտնի իր հետաքրքրությունը։ Մենք բոլորին կսպասենք ոչ միայն Գյումրիում, այլև մյուս մարզերում եւ թող բարի ընթացք լինի այս կարևոր ձեռնարկներին, շնորհակալություն իհարկե նաև համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը ֆինանսական անգնահատելի աջակցության համար, ինչպես նաև համայնքապետարաններին իրենց գործուն ներգրավվածության համար, մասնավոր հատվածի բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում եւ համագործակցում են մեզ հետ այս գործը գլուխ բերելու համար։ Մենք հիմա Լիլիթին կխնդրենք միասին լուսանկարվել, դուք էլ ռոք վայելեք, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Այն էլ Գյումրվա ռոք։ Բոլոզից արի ջղար Citroiz min shopur suren Chatoyen cit novazik Enger margo uvartanik Maili talerg zez gurban Zerlis zez paban Hop jan lennagan Regot tenelit gurban Hey jan ein Gymri Loti poti daun sayreni Te vorchlines lennagan Երգերին չղ ցենտրիկար Ժիանի շեպոր հոգու ժավել կրծ Մակին դոշ ջան Ջան է ջան Հոր մալիցս Կեսի խուրբան Ապ ջան Ջան է ջան Մայլ էտ որն է Կեսի խուրբան Թրջող տաբաղ է կորեն Թրջող տաբաղ երգնքից Ծոշեսվով է գուլ տվեն Բերի դրասվերին խուրբան Խոնախ են կրնանեղենան Հոտ ջան լեննագան Ռեգոտներիտ խուրբան Հեյ ջան ջան էին գյունգի Լոտի պոտի տոն սայրենի Ոտից գալուխ մելեննագան Ոչ մայլից պապախան Տեքստիլ շրջր պալիգոն Կրծ արդի բաշրգն տաքսի ժղեր խաչիկ Տգից ֆայկան դու միշտակի Գրուգն տամ էրտամ գամ Խորատեկից պլանտամ Խելքի դոնոր մայլի տղենք Խորատեկին համոտավեք Մևախտվամ գբաժնավինք Կարդ շալվարով վարակյանիք հաստատ Բոշի մայլից պապախան Տեքստիլ չրջր պալիգոն Լոտի պոտի տղոնց լեքսիկոն Ծոլեն բոլեննագան Բոշի մայլից պապախան Տեքստիլ չրջր պալիգոն Լոտի պոտի տղոնց լեքսիկոն Լեն բոլեննագան Բոշի մայլից պապախան Տեքստիլ չրջր պալիգոն Loti poti ta on
station with the best music. Best music. I love the music. Best music. Գյումրու ամենահայտնի ռոք խմբին Բամբերին ենք լսում Հոբ ջան երգը եւ վերադարձանք ու ուրախ ենք, որ Գյումրիում նման մեծամասշտաբ ջազային եւ ռոք փառատոներ են անցկացվելու, դրանց մասին կարծում եմ, երբ օրերը մոտենան, ձեզ կրկին կտեղեկացնենք։ Երևանում նույնպես այս շրջանում տեղի ունենում ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը Ոսկե ծիրան կինո փառատոնը, որը այս տարի կարծես թե պոեզիայի շուրջ է պտտվում, երբ հյուրընկալել էինք այս թեմայով համահիմնադիրներից մեկին, նա նույնպես նշեց, որ ֆիլմը նաև գրականության մասին է շատ հաճախ։ Այո, 3 մարզամերգային համալիրում կայացավ փառատոնի պաշտոնական բացումը, վստահ եմ շատ-շատերից մոտ մեր ընկերները ստորիներ էին տեղադրում, որ ներկա են փառատոնի բացմանը, բայց Ոսկե ծիրանը նաև համարտադրության հարթակ է եւ այն հայտարարել է նոր համագործակցության եւ իրականացվելիք ծրագրերի մասին, Gaif Pro, այսպես է կոչվում համարտադրության եւ ֆինանսավորման հարթակը, որը հենց երեկվանից մինչեւ հուլիսի 17-ը տեղի կունենա կինոփառատոնի շրջանակում, այն ներկայացնելու է համաշխարհային կինոարդյունաբերության առաջատար մասնագետներին նորարարական տեխնոլոգիաները ու միջազգային հնարավորությունները, խոսքը համագործակցության մասին է։ Gaif Pro-ն հայտարարել է այս մեկնարկը արհեստական բանականության առաջատար Magnific AI նախկինում FreePic հարթակի հետ, FreePic-ը շատերիս է հայտնի, փաստորեն այժմ կոչվում է Magnific AI, համագործակցության շրջանակում կիրականացվի բացառիկ AI film making workshop, այսինքն արհեստական բանականության միջոցով կինո ստեղծելու աշխատարան, ծրագիրը ներառում է մասնագիտական աշխատարաններ, վարպետաց դասեր, գործնական քննարկումներ եւ պանելային հանդիպումներ ռեժիսորների, պրոդյուսերների ու ոլորտի մասնագետների հետ։ Հետաքրքիր է, հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում AI-ը ներթափանցել է այսպես թե այնպես կինո ոլորտ, անկախ նրանից դա կինոգործիչներին դուր է գալիս թե ոչ, եթե օգտագործել, ապա գոնե օգտագործել պրոֆեսիոնալ ձևով եւ այնպես, որ ֆիլմ արտադրության եւ ստեղծագործ մտքին չվնասի, ինչպես արդեն Սևակը նշեց, նաեւ մասնագիտական քննարկումներ կանցկացվեն նվիրված արհեստական բանականությանը, հեղինակային իրավունքին, ֆիլմերի մարքեթինգին, համարտադրությանը եւ քասթինգի դերին միջազգային կինոարդյունաբերությունում։ AI-ի եւ ստեղծարար ոլորտների ապագային նվիրված քննարկմանը կմասնակցեն մտավոր սեփականության եւ քաղաքացիական իրավունքի մասնագետ Եվգենիա Նիկողոսյանը, Ռեարմենիայի հիմնադիր Գևորգ Պողոսյանը եւ փոքր մհեր ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հովհաննես Մարգարյանը։ Կարծում եմ սա ավելի բնականաբար մասնագիտական ուղղվածություն ունեցող երիտասարդներին կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր այս ոլորտում են։ 2026 թվականին Gaif Pro-ի հեղինակային հանդիպումները եւս կվերադառնան, հատուկ հյուրերեն Ջեսիկա Hausner-ը, Օսկարակիր ռեժիսոր Պավել Պավլովսկին, որ այս տարվա հատուկ հյուրն է, կինոյի պատմաբան Մարկ Կազինսը, Սևոհանյանը, հայտնի ֆիլմի պրոդյուսերը, որը մինչև Օսկար հասավ, եւ բնականաբար հանրահայտ ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը։ Եվ ընդհանրապես, եթե կինոսեր եք կամ մի փոքր անգամ սիրում եք ֆիլմեր, այս օրերին անպայման ծանոթացեք Ոսկե ծիրանի օրակարգին, այն շատ հագեցած է, երևանյան տարբեր կինոթատրոններում տարբեր ժամերի ֆիլմեր են ցուցադրվում, որոնք միգուցե այլ հավասար պայմաններում դիտելու հնարավորություն չլինի։ Այո, անպայման այցելեք, գոնե 1 կամ 2 ֆիլմ ձեր ճաշակով դիտեք, կարծում եմ սա ոչ միայն հենց հանդիսատեսի համար է լավ, այլև փառատոնի ել ավելի կայացման, զարգացման եւ ընդլայնման։ Քանի մշակութային միջոցառումներից ենք խոսում, նշենք, որ երեկ էլ հայտարարվեց, որ աշնանը հոկտեմբերի 7-ին մեծ համերգ տեղի կունենա սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակի նվիրված եւ նաեւ հիշատակի 20-րդ տարելիցին։ Համերգային ծրագրի խորագիրն է բարձրաձայն կարոտ, բնականաբար բեմում կլինեն նրա ընկերները, երգչուհիներ, երգիչներ, ովքեր տարբեր տարիների աշխատել են Վարդուհի Վարդանյանի հետ, սիրված արտիստները բնականաբար կկատարեն Վարդու սիրելի երգերը նոր ժամանակակից եւ յուրօրինակ մեկնաբանությամբ, պահպանելով իհարկե նրա երգերի հոգին ու զգացմունքային ուժը։ Այս համերգի մասին կարծում եմ դեռ առիթ կլինի մեր ռադիոլսողներին պատմելու։ Անպայման կանդրադառնանք նաեւ մարզական լրահոսին, բայց կարծում եմ մինչեւ այդ ճիշտ ժամանակն է եւս մեկ դադար ունենալ երաժշտական եւ հենց Վարդուհուն լսելու, հետո կվերադառնանք եւ մարզական նորություններով արդեն կամփոփենք եթերը։
սուրճ ու սեր առավոտից։ 10:51 եթերաժամի վերջին րոպեներն են, սովորաբար այս հատվածում ձեզ մարզական նորություններ ենք ներկայացնում, թեև ֆուտբոլի աշխարհի առաջնությունը խախտել է նաև մեր եթերային տրամաբանությունը, անընդհատ անդրադառնում ենք դրան, եւ այս հատվածում եւս մեկ անգամ կխոսենք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից, Վեգան նշեց այսօր է, չէ՞, առաջին կիսաեզրափակիչը, մեկ ամսվա պայքարից հետո փաստորեն 48 թիմերից աշխարհի առաջնությունում մնացին միայն 4-ը, եվրոպական եռյակը, Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան եւ բնականաբար Արգենտինան, ինչպես նշում են ֆուտբոլի մասնագետները, սա փաստորեն լավագույն հավաքականներն են, որոնք ֆավորիտներ են համարվում եւ միանգամից 4-ն էլ հայտնվեցին կիսաեզրափակչում, գործող չեմպիոնը բնականաբար Արգենտինան է։ Եվ ասենք, որ Եվրոպայի հսկաները կիսաեզրափակչի ֆավորիտներ են, Ֆրանսիան ու Իսպանիան այսօր կմրցեն։ Աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի գլխավոր աստղը Կիլիան Մբապեն է, նա Մարոկոյի դեմ 2-0 հաղթանակից հետո արդեն 8 գոլ է խփել այս մրցաշարում եւ ընդամենը 1 գոլով է հետ մնում Լիոնել Մեսսիից, աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկոյի պատմական ռեկորդը կրկնելու ճանապարհին նրան 1 գոլ է պակասում, բնականաբար միայն Մբապեն չէ, որ Ֆրանսիայի հավաքականի շարժիչ ուժն է, թիմի մեկ այլ ռմբարկու Ուսման Դեմբելեն եւս փայլում է արդեն 5 գոլով, իսկ ահա Մայքլ Օլիսեն 5 գոլային փոխանցում է ապահովել թիմի համար։ Հուլիսի 15-ին վաղը կմրցեն Արգենտինան եւ Անգլիան։ Արգենտինացի 39-ամյա Լիոնել Մեսսիի համար սա հավանաբար վերջին մունդիալն է եւ նա փորձում է ազգային հավաքականի կազմում իր երկար ճանապարհին եւս մեկ տիտղոս ավելացնել։ Շվեյցարիայի դեմ մինչեւ վերջին պահը լարված քառորդ եզրափակչում Արգենտինային փրկեցին Աբարեսն ու Մարտինեսը լրացուցիչ ժամանակում խփած գոլերով։ Սպասենք այսօր վաղը, փաստորեն երկու կարևոր հանդիպումներ են եւ եւս երկու խաղ, որ տեղի կունենան առաջիկայում եւ հուլիսի 19-ին կեզրափակվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Իհարկե որոշել ենք միայն սրանից խոսել, բայց մեկ լավ նորություն էլ ունենք մեր հայկական ֆուտբոլային ակումբից Նոայից, որը նոր ձեռքբերում ունի։ Ահա, պայմանագիր է ստորագրել ակումբը 22-ամյա սերբ կենտրոնական հարձակվող Մարկո Լագետիչի հետ, ճիշտ կարդացի, Լազետիչ, ներողություն եմ խնդրում։ Շուտով սովորենք նրա անունը, վստահաբար եթե հարձակվող է, նա շատ է գոլեր խփելու եւ նրա անունը հաճախ ենք հնչեցնելու։ Եվ եթե չեմ սխալվում, նա կարծես թե նախկինում եղել է Միլանի հարձակվող, այո։ Այո, կարևոր ձեռքբերում է, վստահ ենք, այս ֆուտբոլիստը եւս իր ներդրումը կունենա Նոայի հաղթարշավի ճանապարհին, բարբերաբար այս ակումբի անունը հնչեցնում ենք մենք, ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները գնել են շոտլանդական Աբերդինից, նա հանդես կգա 8 համարի խաղաշապիկով եւ բավական երկար ճանապարհ է անցել, սկզբում Ցրվենա Զվեզդայում է հանդես եկել, որպես Սերբիայի կրկնակի չեմպիոնի դեպ դարձել 2 գավաթակիր, այնուհետև իտալական Միլան եւ Իտալիայի չեմպիոն է դարձել ու հիմա փաստորեն գալիս է Հայաստան, նրա իդեպ տրանսֆերային արժեքը տրանսֆեր մարքետը գնահատում է 1 միլիոն եվրո։ Բարի գալուստ ասենք մեր նոր հարձակվողին Մարկո Լազետիչին եւ հուսանք, որ նա իսկապես հաջողություններ կունենա նաեւ հայկական ակումբում Նոայում։ Այո, թող որ հայկական ֆուտբոլն էլ հնարավորինս շատ զարգանա եւ մի օր մենք էլ կարողանանք հպարտությամբ հետևել մեր թիմին աշխարհի առաջնությունում։ Մինչեւ եթերը ամփոփել է, որպեսզի ոչ մի մեկնաբանություն բաց չթողնենք, կարդամ նաեւ մեզ միացած Գևորգյան Վարդիթերի մեկնաբանությունը, նա մեզ բարևներ է ուղարկում Աղթալայից։ Դե ինչ սիրելի ռադիո լսողներ, 10:54 Երևանում ըստ հեռախոսային հավելվածի 28 աստիճան է, ձեզ այսօր միայն հրաժեշտ ենք տալիս, ցտեսություն ենք ասում եւ մաղթում օրվա հրաշալի շարունակություն, վաղը եթերում կլինենք ես եւ Տիգրանը եւ ինչպես ամեն առավոտ վաղն էլ էլի ձեզ կասենք բարի լույս։ Վառեցիր քո լույսը տակ ու էլ մենակ Չէ ես հանկարծ ու խոսացինք միշտ լուսապած լուրեր քաղաքում քնածին սա երկուսով մենակ կանգնած վերևից նայում ինձ հաց միջև եկան ու լուսաբաց Հիմա դու իմն ես թանկագին ես ու սիրում եմ հենց Քեզ ու կանեմ ամեն բա խոստանում եմ մենակ Չտվրես մենակ կողքից մտքից պահեմ Ես քեզ գրկումս միջև վերջ ուզում եմ ես քեզ ասեմ
Դուր ինձ ձեռը դու թող բուժեմ վերքերդ առանց քեզ չկա արև չկա լուսին չկան ասերը Թող սիրեմ քեզ քո կողքին թող միշտ լինեմ ես ժամանակը գա ասիկ գնա մնանք մեր երկուսով մենք Դու ես որ եկար մտար իմ կյանք Փոխեցիր աշխարհը սա Քեզ չէի սպասում եկար հանկարծ Ու դու եղար նոր լուսաբաց Հիմա դու իմն ես թանկագին ես ու սիրում եմ հենց Քեզ ու կանեմ ամեն բան խոստանում եմ մենակ չտխրես մնա կողքիս մտքիս պահեմ Ես քեզ գրկումս միջև վերջ ուզում եմ ես քեզ ասեմ Դուր ինձ ձեռը դու թող բուժեմ վերքերդ առանց քեզ չկա արև չկա լուսին չկան աստղերը Թող սիրեմ քեզ քո կողքին թող միշտ լինեմ ես ժամանակը կա ասիկ գնա մնանք մեր երկուսով մենք Միջև վերջ հիմա դու իմն ես ես էլ քոնն եմ ու տարել ենք մենք Մեկ ու չունի իմ կյանքն իմաստ եթե պիտի ապրեմ առանց Քեզ մնա կողքիս մտքիս պահեմ ես քեզ գրկում միջև վերջ ուզում եմ ես քեզ ասեմ Դուր ինձ ձեռը դու թող բուժեմ վերքերդ առանց քեզ չկա արև չկա լուսին չկան աստղերը Թող սիրեմ քեզ քո կողքին թող միշտ լինեմ ես ժամանակը գա անցնի գնա մնանք մեր երկուսով մենք Դուր ինձ ձեռդ ու կմնամ ես քո կողքին Թե արևին թե անցրևին ու կպատենք մենք մեր մասին Մեր թորներին ծորնենք Ունքեր երբ մտար հանկարծ իմ կյանք ու վառեցիր քո լույսը տակ Քեզ չէի սպասում եկար հանկարծ ու դու եղար նոր լուսաբաց